Ինչ կասեիք այն քրիստոնյաներին, ովքեր նոր դարաշրջանի New Age սովորույթները խառնում են քրիստոնեական հավատքի հետ։ Գիտեք, ես հաճախ եմ դիմում այն քրիստոնյաներին, ովքեր հավատում են Հիսուսին, բայց միևնույն ժամանակ զբաղվում են յոգայով, խունկ են վառում, հետաքրքրվում են բուժիչ բյուրեղներով, տանը հմայիլներ ու թալիսմաններ են պահում կամ աստղագուշակներ են կարդում։ Նրանք այդպես են վարվում, որովհետև աղոթքով Աստծուց խորհուրդ չեն հարցնում և ստիպված են լինում դիմել աստղագուշակությանը սեփական խնդիրներում կողմնորոշվելու համար։ Կամ ձեզ ոչ ոք չի սովորեցրել, որ դա արգելված է, կամ էլ դուք դեռևս հակում ունեք դեպի աշխարհիկ բաները։ Չէ՞ որ փորձությունը ներազդում է հենց այնտեղ, որտեղ մենք հակում ունենք։ Եթե այդ ամենը ձեզ դեռ գրավում է, ուրեմն այն ձեզ համար գայթակղություն է։ Մտածեք սրա մասին։ Եթե ես գնայի կախարդների խանութ և տարօ քարտեր գնեի ասելով. «Սա ուղղակի զվարճանքի համար է, Աստված ինձ կպահպանի», դա ձեզ կզարմացներ, չէ՞։ Նույնն էլ յոգայի դեպքում է։ Դուք ընդունում եք մարմնի այնպիսի դիրքեր, որոնցով մարդիկ երկրպագում են դևերին և դարպասներ են բացում դեպի հոգևոր աշխարհ։ Եվ եթե նույնիսկ այդ ընթացքում քրիստոնեական երաժշտություն միացնեք, դա ոչինչ չի փոխի, դևերն անպայման կայցելեն ձեզ։ Նույնը վերաբերում է Հելոուինին։ Երբ դուք տնետուն եք ընկնում կոնֆետներ հավաքելու կամ ինքներդ եք բաժանում դրանք, երբ ինչ-որ մեկը թակում է ձեր դուռը կոնֆետներ կամ դրամապանակը ասելով, դա յուրօրինակ կախարդանք է։ Դուք հոգևոր աշխարհի առաջ դուռ եք բացում։ Թեև նրանք թակում են ֆիզիկական դուռը, դուք ձեր շեմին նրանց հետ յուրատեսակ պայմանագիր կամ գործարք եք կնքում։ Եվ միթե կարծում եք, որ սրա մեջ վատ բան չկա։ Որքանով էր կարևոր Հելոուինը ձեզ համար, երբ զբաղվում էիք կախարդությամբ, այնքան կարևոր, որքան հիմա մեզ համար Քրիստոսի հարության տոնը կամ ավագ ուրբաթը։